Կտրիչ Ներսիսյանը պետք է հեռանա։ Սա ոչ թե քննարկման հարց է, այլ պահանջ։ Վարչապետը լրագրողների հարցերին ի պատասխան վերահաստատում է իր դիրքորոշումը։ Հայաստանյան Արաքելական Սուրբ եկեղեցուն ոչինչ ավելի մեծ վնաս չի հասցնում, ինչքան Կտրիչ Ներսիսյանի ներկայությունը։ Դուք նշեցիք, որ եղել են դեպքեր, այդ թվում կուսակրոնության խախտման եւ այլն, բոլոր այդ դեպքերը, որ եղել են, դուք դրա մասին ինչպես գիտեք, դրա մասին եղել են հրապարակային քննարկումներ, հրապարակային հետևանքներ, հրապարակային հրաժարականներ եւ ուզում եմ ասել, որ նաեւ ժանրը, որը դուք ձևակերպեցիք, կարծում եմ, որ շակի բովանդակային ճշգրտման կարիք ունի եւ մենք ոչ թե ուղակի կամ դա պահանջի ժանր չէ, որ ինչ որ մեկը պահանջում է Կտրիչ Ներսիսյանի հրաժարականը, մենք ասում ենք, որ process-ը սկսվել եւ նա պետք է գնա այդ տեղից։ Այսինքն այստեղ ընտրության հարց չի կտա հրաժարական, թե չի տա, ինքը պետք է գնա այդ տեղից։ Վարչապետ Նիկոլ Փաշինյանի կաթողիկոսի հրաժարականի մասին հրապարակային հորդորները կամա թե ակամա վերածվում են Հայ Առաքելական եկեղեցու հեղինակազրկման, սակայն մինչ օրս նա որևէ նախաձեռնություն չի ցուցաբերել խնդիրը քննարկելու կաթողիկոսի հետ, փակ ոչ հրապարակային հանդիպման շրջանակում։ Ես ընդհանրապես հրապարակային գործիչ եմ եւ կուլիսային գործելակերպը չի մտնում իմ աշխատավոճի եւ գործելավոճի մեջ եւ ես թափանցիկ կերպով արտահայտում եմ այն, ինչ որ արդեն ասացի եւ ես կարծում եմ, որ Կտրիչ Ներսիսյանի հետ ես շփվելու, խոսելու բազմաթիվ առիթներ եմ ունեցել եւ այդ խոսակցություններից իմ ստացած տպավորությունն է, այդ թվում իմ համոզման պատճառը, որ նրա ներկայությունը Մայրաթոր Սուրբ Էջմիածնում աղետալի վնաս է հասցնում Հայաստանյան Առաքելական Սուրբ Եկեղեցուն։ Ժամեր, օրեր տևած խոսակցության ընթացքում ոչ մի անգամ որևէ անդրադարձ չի եղել հոգևոր թեմաներին, ես ինձ իրավունք չեմ վերապահել իր ներկայությամբ ինքս այդ թեմաներին անդրադարձ կատարեմ, իսկ ինքն էլ անդրադարձ չի կատարել, որովհետև դա իր հետաքրքրությունների տիրույթում պարզապես չկա։ Վարչապետի կաթողիկոսին հեռացնելն արդյոք տանում են նրան, որ կաթողիկոսի աթոռին լինի նա, ով հավատարիմ կլինի առաջինը վարչապետին։ Հարցին ի պատասխան ներկայացնում է Փաշինյանը։ Ես ակնկալիք ունեմ, որ Հայաստանյան Առաքելական Սուրբ Եկեղեցին ունենա Աստծուն հավատարիմ կաթողիկոս, եւ դա է այն օրակարգը, որը ես հետապնդում եմ որպես, ինչպես բազմիցս ասել եմ, Հայաստանյան Առաքելական Սուրբ եկեղեցու հավատավոր հետևորդ եւ ինչ վնաս է տալիս, օրինակ վնաս է տալիս այն, որ նման խոցելիությունները որոշ մարդկանց, օրինակ այդ թվում օտարերկրյա հատուկ ծառայությունները կարող են հավաքագրել եւ դրանք ռիսկեր են, որոնք առնչվում են պետական անվտանգության հետ եւ պետությունը պետքա այդ ռիսկերի նկատմամբ շատ ուշադիր լինի։ Ըստ Փաշինյանի Հայ Առաքելական եկեղեցին նախորդող տարիներին այդպես էլ հստակ կանոնադրություն չի ունեցել։ Վարչապետն անդրադառնում է եկեղեցու ներսում հոգևորականների սոցիալական անհավասարություններին։ Ես ավելի եմ համոզվում, որ Հայաստանյան Առաքելական Սուրբ Եկեղեցին գտնվում է պարզապես աղետալի վիճակում։ Բազմաթիվ հոգևորականներ ուղղակի ապրում են չքավորության եզրի։ Մինչդեռ մի այլ խումբ հոգևորականներ շատ մեծ հարստություններ ունեն եւ սա խնդրեմա, որը պետք է լուծել։ Մեր եկեղեցիներում համատարած երգչախմբեր չկան, որը պարտադիր կարևոր պայման է պատշաճ պատարակներ մատուցելու եւ ծառայություններ իրականացնելու համար եւ այլն եւ այդպես շարունակ։ Էլ չեմ ասում բարեվարկության մասին։ Եվ սա մի հարց է, որը նաեւ առնչվում է պետական քաղաքականության հետ։ Հոգևորականներն ահազանգում են, ազգային անվտանգությունը նրանց ուղղորդում է պատարակի ժամանակ չհնչեցնել կաթողիկոսի անունը։ Վարչապետը հաստատում է, դրանք լինում են անձնական կապերի միջոցով։ Ես գրում եմ այն պատարակներին, որտեղ Կտրիչ Ներսիսյանի անունը չի հնչում։ Երբ որ ես մտադիր եմ մասնակցել, մենք խնդրում ենք, որպեսզի այս փաստը, որ մենք համարում ենք, որ Կտրիչ Ներսիսյանը կաթողիկոս չէ, հաշվի առնվի։ Մի դեպքում կարող է ծանոթ լինել, դա կարող է ածաշխատող լինել, մյուս դեպքում կարող է որևէ տեղ աշխատող չլինել, երրորդ դեպքում կարող է ծանոթ լինել, չորրորդ դեպքում կարող է բարեկամ լինել, հինգերորդ դեպքում կարող է
իմ օգնականը լինել, 6-րդ դեպքում կարող է 6-րդ մարդ լինել, 7-րդ դա կախված է նրանից, ով ում ճանաչում է եւ ով ինչ անձնական կապեր ունի։ Հայաստանում զբոսաշրջությունը զգալիորեն աճ է գրանցում։ Վարչապետն առաջարկում է զարգացնել փոքր ավիացիան։ Ստեփանավանի, Գավառի ու Սիսիանի օդանավակայանները նորից հնարավոր կլինի աշխատեն։ Երբ որ զբոսաշրջիկը գալիս է Հայաստան կամ որևէ տեղ ու ուզում է ճամփորդել, իր առաջնային խնդիրը որն է, որ ճանապարհների վրա զուտ տեղափոխության վրա հնարավորինս քիչ ժամանակ ծախսի եւ հնարավորինս կարճ ժամանակում հնարավորինս շատ տեղեր կարողանա գնալ եւ դա բազային հետաքրքրություն է, բազային իրավիճակ է, որի վրա կարող է նաև կոմերցիոն հիմքի վրա զարգանալ փոքր ավիացիան։ Խաղաղության խաչմերուկ նախագիծը զգալիորեն մեծացրել է Հայաստանում ներդրումները։ Վարչապետը մեկնաբանում է Հայաստանի եւ Եվրամիության օրեր առաջ համատեղ ստորագրած ռազմավարական փաստաթուղթը։ Հայաստանի Հանրապետությունը Եվրամիության հետ ստորագրել է ռազմավարական գործընկերության օրակարգը եւ սա կարեւոր փոփոխություն է եւ կարեւոր զարգացում է մեր հարաբերություններում։ Ինչ վերաբերում է ներդրումներին, ակնհայտ է, որ օգոստոսի 8-ի Վաշինգտոնյան համաձայնություններից հետո եւ խաղաղության խաչմերուկ նախագծից բխող Trip-Root նախագծի հայտարարումից հետո ներդրումային հետաքրքրությունը Հայաստանի Հանրապետության նկատմամբ էականորեն մեծացել է եւ մենք բնականաբար շահագրգռված ենք, որ այդ թվում Եվրամիությունը ենթակառուցվածքային ծրագրերին ունենա շատ կոնկրետ մասնակցություն եւ ներկայություն։ Շողեր Ղլիջյան, Արմալուր։